Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Այնպես էին խոսում, ոնց որ Գաբրիել հրեշտակը երկնքից իջել էր Հայաստան, մազես խառը չէ, շար են անում իրանց վրա, իսկ իրանց լեզվով ասած մուտիտ են անում, ասի լավ, ձեր մուրը ձեր գլխին։ Ժողովրդի մեծ մասը եթե տեսնում է զանգում անձի։ Շատերն ասում են թե ոստիկանությունն է ինձ ասում, ուրա Շուշոյնը տենց բախտ, խուժան թող ծնողները իրենց երեխաներին սպանել էին, հետո իրենք ինքնասպան էին եղել։ Կետակտուն իրար կխտտեք, այն որ ասում նստեմ թախտին, սպասեմ բախտին։ Ինչ ասեմ, օլիգարխ, ես ոնց ես փոխվե։ Սապրակ չէ, սապրակալուխ չի։ Խելոքացել են ախպեր։ Պատմությունը շատ երկար տարիների կյանք ունի։ Ես սովետական տարիներին թղթակցում էի պիոներ կանչին։ Հետո ԽՍՀՄ փլուզումից հետո սկսեցի թղթակցել հանրապետական մի քանի թերթերի, այդ թվում Ստեփանավանի Փարոս թերթում։ Ստեփանավանի Փարոս թերթում, որը որ երևի իմ ամենասիրելի, իմ ամենալավ տարիներն են եղել, որտեղ կոլեկտիվը, որ ասում է Թումայն, ոնց որ Թումանյան, Մաթևոսյան, այդ կորիզը լիներ էլի, Սոսարքսյան, դե լորին գիտեք, հանրահայտ հռչակավոր լեգենդար մարդիկ է տվել, խմբագիրը Սարգսյաններ, անունը չեմ հիշում, Սարգսյաններ, ուրեմն ինչ էր հետաքրքիրը, եթե ուզում էր քո նյութը տպագրվեր, խմբագիրը սիրում էր Թումանյանի անուշը և շատ էր սիրում երգի այն հատվածը անպիտակից ջուր է գալիս դոշ է տալի փրփռում, հենց այդ երգը երգում էին, այս խմբագիրն ասում էր, չէ, ձեր նյութը պետք է դնեմ, ու դնում էր նյութը, մենք էլ ոգևորվում էինք, հետո դրանից հետո 15 տարուց ավել հանրապետությունում հայտնի մի քանի օրաթերթերի նյութեր էի տալիս և կեղծանունով կամ սեփլեր էր գրվում, կամ այլ անուն ազգանուն էր գրվում, եկավ մի պահ, որ առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիրը, նաև հիմիկվա Արամ Աբրամյանը խորհուրդ տվեց, ասավ, հնարավոր է ինչ-որ լուր անում ես, նաև ֆոտո, ասի հա, ու սկսեցի ֆոտոներ էլ անել, որտեղ այն ժամանակ, երբ որ թե իմ տված նյութը, թե ցանկացած լրատվամիջոցի տված նյութ, եթե մի օլիգարխի, մի պաշտոնյայի, մի իրավապահ համակարգի ապօրինությունների մասին նյութ ենք տալիս, լուր ենք տալիս, ասում են գույները խտացրել եք, ասենք մենք այնտեղ չենք եղել, այնպես էին խոսում, ոնց որ Գաբրիել հրեշտակը երկնքից իջել էր Հայաստան, մամուլը, լրագրողները, այդ թվում ես եւ մյուս ԶԼՄ-ների ներկայացուցիչները շար են անում, ժողովրդի լեզվով ասած շար են անում իրանց վրա, իսկ իրանց լեզվով ասած մուտիտ են անում, իսկ որ Արամ Աբրամյանը խորհուրդ տվեց նկարել, սկսեցի նկարել, հիմա սրանք սկսեցին ասել, թե մոնտաժ է կարել, դա իրական չի, ասի լավ, ձեր մուրը ձեր գլխին, սկսեցի տեսանյութեր անել, հիմա փառք ասու, տեսանյութերով չեն կարողանում ասեն մոնտաժա բանդես դեն, ու 15 տարի, մոտ 15 տարի հետո նոր սկսեցի արդեն իմ իրական անուն ազգանունով նյութեր տալ, ներկայանալ։ Առաջին տեղում հայտնվել է, դա ես չպետք է ասեմ, դա ընթերցողը պետք է ասի, ու ընթերցողը ասում է ես գիտեմ, դա գալիս է նրանից, որ սիրով ես քո աշխատանքը կատարում, սիրով, եթե աշխատանքը սիրում ես, ու ամենակարևոր դետալներից մեկը նաև նա է, որ եթե քու ղեկավարները
քեզ սատար են կանգնում, ասենք տարիներ առաջ 10-15 տարի առաջ թե իմ նկատմամբ, թե բազմաթիվ ճանաչված ու սկսնակ լրագրողների նկատմամբ միշտ ոտնձգություններ են կատարվել, բռնություններ են կատարվել ու այդ ժամանակներում փառք Աստծո իմ խմբագիրները Առավոտի գլխավոր խմբագիր Արամ Աբրամյանը, 4-րդ իշխանության խմբագիր Շողեր Մաթևոսյանը, 168-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւ շատ լավ մարդիկ են այդ երկուսն էլ եւ իրենց համարում եմ ազնիվ մարդ եւ լրատվական դաշտում մեծություններ Մեսրոպ Հարությունյան Աշոտը մոռացել եմ իր անունը այնքան լավ մարդ է Խոսքի ազատության կոմիտեի Աշոտը Մելիքյան այսպես լավ մարդ է ինքը Աննան Իսրայելյան միշտ քեզ լրագրողին պահել են ասենք օլիգարխը զգացել է որ ինքը եթե լրագրողի նկատմամբ ոտնձգություն արել լրատվական մի ամբողջ բանակ կկանգնի լրագրողի մեջքին ամենակարևորը եթե սիրով ես անում քո աշխատանքը նաև ժողովուրդը վստահում է քեզ եթե ժողովուրդը քեզ վստահեց հավատացեք ինֆորմացիան դուք ստանաք տվյալ պարագայում չեմ ուզում մեծամտանամ տվյալ պարագայում ասենք Հայաստանում եթե արտակարգ կրիմինալ քրեական դեպքեր են ելնում ժողովրդի մեծ մասը եթե տեսնում է զանգում անձի շատ փակագծեր բացում շատերն ասում են թե ոստիկանությունն է ինձ ասում ուրա Շուշոյինը տենց բախտ են անեկդոտը լսել եք չէ որ մեկը անտառով գնում է ծառի ճյուղը յուբկեն բռնում է այս աղջիկը այս աղջիկն ասում է խուժան թող լկտի թող անշնորհ թող կարող գիտես ես քո իմացած աղջիկներից եմ այս ծառի ճյուղը չի թողում սրա յուբկեն այսի շուրագալի տենում է որ ծառի ճյուղն ասում է ուրա Շուշոյինը տենց բախտ հիմի այս դեպքն է հիմա չի մտահոգում որովհետև իմ ընթերցողների մեծ մասը գիտեն, որ ես ոչ միայն կրիմինալ, քրեական դեպքեր եմ, արտակարգ դեպքեր եմ տալիս, բազմաթիվ մշակութային միջոցառումներ եմ լուսաբանում, նույնիսկ այնպիսի միջոցառումներ, որ ոչ մի լրատվամիջոց չի լինում։ Ես մարզեր եմ գնում, որ ոչ մի լրատվամիջոց չի գնում։ Ես ապրիլյան քարորյա պատերազմի ժամանակ այս պատերազմի ժամանակ 44-օրյա պատերազմին դե մեզ արգելեցին ոչ թե միայն ինձ բազմաթիվ լրագրողների արգելեցին որպեսի գնանք լուսաբանեն որտեղ գիտեն իմ մոտ այնց խայսա դա ես ինչ տենամ եմ ես միշտ ասում եմ ինչ տեսնում եմ դա պետք է դառնա հանրության սեփականություն ես եթե գնամ այնտեղ Այնտեղից կեղծ լուր տայ 44-օրյա պատերազմի ժամանակ կռիվը պրծնելու էր, չէ, ու սա դարերով չէր գնալու այդ կռիվը։ Այնտեղից մարդիկ գալու էին ասեն, այ Շամշան, այդ որ դու սենց բան ես գրել, մենք այնտեղ եղել ենք։ Դրա համար ինձ որ ասեցին, խես ուզում ասի ոնց որ ապրիլյանի ժամանակ եմ լուսաբանել, այտենց էլ այդ ժամանակ եմ ուզում լուսաբանեմ, արգելեցին, մի խոսքով արգելեցին, բայց հիմա գոնե Երբ որ ես ճիշտ ասած բոլոր զոհված ներին համարում եմ լեգենդ, որտեղ իրանք պատմություն կերտող դարձան, իրանք հաղթող դարձան, իրանք չեն պարտվել։ Հիմա ես գնում եմ մարզեր, ամենաշատը մարզեր, այդ զոհված տղերքի, ասենք միջոցառումներ ա լինում, խաչքարի բացում ա լինում, հուշախտուրի բացում ա լինում, հանդեսներ ա լինում, ես գնում եմ լուսաբանում։ Լավ բան չի դա, լավ բան է։ Շատերը գիտեն թե միայն կրիմինալ քրեական բան, բայց ես տեղեր եմ գնում նույնիսկ ճիշտ ասած, էսի պետք է ասեմ, արդից օգտվելով պետք է ասեմ,
տեղեր եմ գնացել զովասների հարազատներն ասում է դիմել ենք հերոստանգերությունների, ասել են մեզի մի ամիս, երկու ամիս առաջ ասեիք։ Ոնց, ինչ մի ամիս, երկու ամիս, ոյ, շատ է, չեմ կարող ասեմ։ Եվ կան լավ դեպքեր, եւ կան վատ դեպքեր։ Եվ կան տխուր դեպքեր, եւ կան ուրախալի դեպքեր։ Օրինակ, շատ ծանր եմ տարել Արարատի մարզում, Լոռու մարզում, Երևանում, երբ որ ծնողները իրենց երեխաներին սպանել էին, հետո իրենք ինքնասպան էին եղել։ Մեծ աղմուկ բարձրացավ։ Արարատում մայրը, Երևանում հայրը, Լոռու մարզում Սպիտակում մայրը։ Շատ դաժան էր։ Լավ նյութերից ինձ ոգևորում է, անկեղծ եմ ասում, անենց ադուշի գնում եմ էդի լուսաբանում, որ իմանում եմ, ասենք, փրկարարները, հրշեջ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները ձնաբքերի մեջ հայտնված քաղաքացիներին, կանանց, երեխաներին պետք է դուրս բերեն այդ ձնաբքի տակից։ Ճիշտ է, բան արտակարգ դեպք է, բայց ես ուրախությամբ եմ գնում էդի լուսաբանում։ Չգիտեմ, էսի պատմեմ, կուզեք եթե տվեք, կուզեք մի տվեք։ Հարս ու փեսայել էին մնացել ձնաբքի տակ, բանում ապարանից արդիկ, այդ Արագատի հատվածում դեռ ահավոր բուք էր։ Այս փեսեն ու հարսը, այ մարդ, լավա փրկարարներն եկան, ես 3 ժամա, 4 ժամա սառանք ստե բանդեզդեն, ասի ոչինչ, հեսա փրկարարները քեզ ու հարսին կհանեն, կեթակ տուն, իրար կխտտեք, կքնեք, կտականակ, բայց ասի փրկարարներին ու գայ տղերքին կհիշեք։ Հա, ասավ, անպայման ենք հիշելու, ու հանեցին։ Չհանեք ես պարը։ Այն խնդրում եմ հանելու է։ Կնոջը չես կարող, աղջկա պետք է հանդիպես, ոչ թե կնոջը։ Չէ, ճիշտ ասի։ Գուցե այս տարի, գուցե մյուս տարի։ Ճիշտ ասած, որ գործին նվիրվում ես, խի բազմաթիվ աղջիկ լրագրողներ եղել կան, որ խրվել են գործի մեջ, աչքերներին անձնական բանը չի երևում, բայց գալիս է մի պահ, որ ասում ես, չէ, իրոք անձնականը պետք է։ Երևի այս տարի ասում են զույգվելու տարի է, բայց ոչ նապաստակների էլի, երևի այս տարի կլինի էլի։ Ուժեղ մարդ համարում եմ, քանի որ կարծում եմ ուժեղ մարդը պետք է նաև ներել իմանա։ Ինչա տեղ է վիրավորում են, նույն դեպքի վայրերում, ինչա տեղ է որ սպառնում են, նույն դեպքի վայրերում, բայց հավատացեք, մի ժամ հետո կարող ես այդ մարդուն տենամ, ասեմ ինչ կա ախպեր, ոնց ես, քեֆալ, կարող է մի շաբաթ հետո ինքը զանգի, ասի Շամշան ջան, կներես տակացած եմ եղել, այ ախպեր ասում ես մոռացել եմ, իսկի չեմ էլ հիշում, չեմ էլ ուզում հիշեմ։ Նույնիսկ դեպքերն եղել, որ դեպքի վայրում ասել են, վայ մի նկարի, վայ խես նկարում, պարտադիր է նկարել, ասել եմ ախպեր, ես իմ աշխատանքն եմ կատարում։ Անցել է մի 10 օր, զանգել ասել է, գիտես ինչ, ինձ պետք է օգնես, ասում ինչ հարց է։ Բա փաստաբանս ասել է, ոնց կարանք այդ կադրերը բերենք, որտեղ ասենք գործ ուզում են շուրտանին վրա, այդ կադրերը միայն դու ունես, ասում եմ ախպեր, բայց հիշում ես դեպքի վայրում ինչ էիր ասում։ Ասում էր մի նկարի, խես նկարում, մի խոսքով ասել եմ արի, անթերի մարդ չկա, այնքան թերություններ ունեմ ես, այնքան ես անթերի համարում եմ միայն Հիսուսին, միայն Հիսուսն է անթեր եղել, բոլորս էլ ունենք թերություններ, բայց աշխատում են, որ ասում եմ, անենց ապրենք, որ գոնե մեռնելուց հետո 1000 հոգի ողորմի ասի։ Ոյ, ամենա հիասթափվում եմ, որ խափում են ու փորձում են քեզ օգտագործեն։ Մնացած բաները սենց
ամենաբանը դա խափելն է ու որ քեզ ուզում են օգտագործեն որ կարող գան դեմը ջան ասեն հետևիցդ ուրիշ բան ես այդ մարդկանց համարում եմ 30 արծաթով ծախված հուդաներ տնավարի եմ խոսում ընդունում եմ հիմա դրա պատասխանը տա ինչ եմ ասում չի վաղ վերջին դեպքը որ ճիվաղ եմ ասել եւ նաեւ ստահակ երբ որ ոստիկանության Մարտունու բաժնի Գեղարքունիքի ոստիկանության մարզային վարչության ու Շենգավիթի ոստիկանները հայտնաբերեցին մի տղամարդու ով 44 օր պատերազմում զոհված այդ հերոս տղերքի ծնողներից խաբեությամբ խարդախությամբ գումարներ էր շորթել ասելով թե ինքը մեծ կապեր ունի Ռուսաստանի Դաշնությունում եւ Բաքվում այդ մարդկանց որդիները չեն զոհվել Բաքվի գաղութները բանտերում են ես կարամ տեղափոխել տամ Մոսկվա Վրաստան եւ այնտեղից բերեմ Հայաստան երբ որ ես այդ զոհվածների ծնողներին տեսել եմ ու զոհվածների ծնողները ցույց են տալի բանկային չեկեր որ ոնց են հավատացել այդ մարդուն գումարը տվել ու այդ մարդուն բռնել են հիմա ինչ ես սպասեմ թե դատարանները գիտեք ոնց է կարող մի տարի 2 տարի 3 տարի դատը գնա էշմիսատկի գարուն կգա այդքան գնա դատը ես ուրեմն 3 տարի սպասեմ թե դատարանը կապացուցի երբ որ ծնողը կտրոններն էլ բերում է որ այդ մարդու անողը մուտում է ես հաստատ կասեմ որ դա ճիվաղա դա ստահակ է ուզում ասեմ հələ դատարանի որոշում չկա ես հավատում եմ այդ հերոսացին մայրերին այդ այրուտ զինվորների հայրերին եմ հավատում երբ որ մարդիկ կտրոնց հիմա չգիտեմ դուք ինչ կարող դուք այն որ ասում նստեմ թախտին սպասեմ բախտին 3 տարի 2 տարի մի տարի սպասեմ թե բան անեն իսկ դա նաև գալիս է օպերատիվ լրատվությունից ընթերցողը ուզում է իմանա ով է այդ հələ ես փափուկ եմ ասում դուք մենակ ծնողների խոսքերը որ դնեմ ինձ նույնիսկ այս վերջերս ինձանից նեղանում են ինչ ես մեր քֆուները հանը ասում դե ժողովուրդ ջան էլ ես ինչ սպասում թե դատարանը երբ պետք է վճիռ կայացնի որ ես ասեմ դա ստակ ես հավատում եմ ծնողներին օ այնքան շատ բան կա մաղթելու կուզենամ լավ լուրերը շատանան վատ լուրերը քչան մեկը վատը գալու է կյանքն հենցա ես մեկ ասում եմ աշխարհ դու երբ ես աշխարհ դառնալու են հայտնի երգը աշխարհ դու երբ ես աշխարհ դառնալու խելակորուս աշխարհ այդ տիպի նյութերը պակասեն ես կուզեմ իմ մոտ էլ պակասի մշակութային նյութեր տանք կրիմինալ նյութեր չլինի այն որ ասում է հայոց արգանդը հարուստ է մշակութային գործիչներով ես մեկ ասում եմ երբ որ մեր տաղանդավոր մեծությունները մահանում են ես ասում եմ երբ որ տանում են իրանց հուղարկավորելու կոմիտասի պանթեոն կամ Երևանի քաղաքային պանթեոն ասում եմ կոմիտասի պանթեոնը Երևանի պանթեոնը հարստացան մենք աղքատացանք Եռաբլու զինվորական պանթեոնը հարստացավ այդ լեգենդներով մենք աղքատացանք չեմ անում էլի չգիտեմ էլի մեզի չես ասում մեր ազգը լավ ազգ է էլի մեր ազգին կարային լավ պահին ես մեկ ասում եմ մի հայը հայ է երկու հայը հայ մի քանի հայ չեմ ուզի այդ հայը ուզեմ իսպար վերանա այդ հայը հեսա կտենամ լավ ես նկարում այք ցավտանը մի քանի հատ նկարել էլ փող ուզել չի